Հայ-ադրբեջանական համաձայնությանը պետք է հետևի խաղաղության պայմանագրի ստորագրում, հայտարարեց ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով հարցին, Հայաստանը պատրաստ է քննարկել Բաքվի նախապայմանները։ Հայաստանը պատրաստ է նրան, ինչ առաջարկել է։ Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրման ժամկետի եւ վայրի շուրջ։ Սա այն օրակարգն է, որը մենք առաջարկում ենք Ադրբեջանին, դրա շուրջ բանակցություններ խորհրդակցություններ վարելու։ Չի ստացվում պատերազմի առիթ ազգային ժողովի փոխնախագահը չի տեսնում, բայց վտանգ կարծում է կա։ Վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին, բայց մենք ինչ ենք անում, մենք շարժում ենք խաղաղության ուղղությամբ։ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է։ Պետդեպարտամենտը Հայաստանի վարչապետի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հեռախոսազրույցից մանրամասներ փոխանցեց, որ այս հարցում Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են։ Զրույցի մասին կողմերը 3 ուշ երեկոյան տեղեկացրին։ Մինչև հիմա չի հաղորդվել Ռուբիո-Ալիև շփման մասին։ Այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիրը շուտապույտ ստորագրելու Երևանի առաջարկներին ի պատասխան Ադրբեջանը կրկին նախապայմաններ է առաջ քաշում։ Մինչ միջազգային հանրությունը, նրանց թվում Միացյալ Նահանգները, ողջունում են խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական համաձայնությունը, հնարավորինս արագ ստորագրելու կոչեր անում, Երևանն ու Բաքուն շարունակում են հրապարակային մեղադրանքներ փոխանակել։ Հայաստանի արտգործնախարարն իր վերջին հարցազրույցում է մտահոգություն հայտնել, որ խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Ադրբեջանը այս պահին փորձում է առնվազն ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Բաքվից հնչած վերջին հայտարարությունից ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի տպավորությունն է։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Բաքվի առաջ քաշած նախապայմանների մասին Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությանը Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հակադարձեց։ Պնդումը անհիմն որակեց։ Հայաստանի արտգործնախարարին ըստ Այխան Հաջիզադեի հայտնի էին սահմանադրական փոփոխությունների եւ Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները, քանի որ դրանք բանակցային թեմա են եղել վերջին 2.5 տարում։ Բաքվից էլի պնդեցին, եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրման, պետք է անհապաղ փոխի սահմանադրությունն ու չխուսափի Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համագործակցությունից։ Այս արձագանքը մի քիչ տարակուսելի է, որովհետև արտգործնախարարը նշել է, որ այո, խաղաղության պայմանագրի նախագծի քննարկմանը զուգահեռ հայտնի են եղել Հայաստանին այս ադրբեջանական կողմի այս նախապայմանները կամ պահանջները։ Դրանց որոշների մասով մենք արձագանքել ենք, որոշների մասով ընդհանրապես քննարկում չի եղել եւ չէր կարող լինել, ես կարծում եմ, մասնավորապես երբ որ հարցը վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, մենք բազմիցս ասել ենք, որ նախ եթե նույնիսկ լինեին Հայաստանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ, ինչպիսիք չկան, ապա խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ լուծում է այդ հարցը։ Իսկ ինչ վերաբերում է Յակոմիսկի խմբի լուծարմանը, ապա այս հարցի նկատմամբ մենք բաց ենք։ Ադրբեջանը այդ բանակցային գործընթացի ընթացքում անընդհատ մեկ-մեկից անընդունելի նախապայմաններ է առաջ քաշել, որոնք վերաբերում են երկրի գործերի ներքին գործերի ուղիղ միջամտությանը։ Եվ սա Արարատ Միրզոյանի համար չի կարող նորություն լինել, որտեղ ինքը բանակցել է դրա մասին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծում է 3 տարվա բանակցության արդյունքում ստացվել է մի փաստաթուղթ, որն ամրագրում է Ադրբեջանի ձեռքբերումները, դուռը չի փակում նորերի համար։ Ընդդիմադիրներին չի համոզում իշխանության հայտարարությունը, թե սահմանադրությունն ուզում են փոխել ոչ Ադրբեջանի պահանջով։ Եթե դա ներքին հարց է, ինչու ընդունել նորը, երբ կարելի է փոփոխություններ անել։ Արարատ Միրզոյանի մանիպուլյացիան որն է, ասում է, որ տարբեր նախապայմաններ, որոնց մասին խոսել ենք այդ թվում նաև մենք, օրինակ այս պայմանագրում արտացոլված չեն որպես կետ։ Լավ, եկեք հարցին այսպես մոտնանք, որ մի ադրբեջանական նախապայմանի համար են դուր փակել այս փաստաթղթով։ Որ մեկը, որ մեկն են այնպես արել, որպեսզի Ադրբեջանը այլևս չկարողանա այդ նախապայմանը բարձրացնել։ Միջանցքի հարցը Ադրբեջանի արել են, ոչ, այս պայմանագրով չկա որևէ կետ, որով իրենք հետո կարող են Ադրբեջանին արգելել բարձրացնել նորից այդ հարցը։ Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանը բարձրացնում է արել են, ոչ, հակառակ բանն են արել, պայմանավորվել են, որ որևէ ներպետական օրենք չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ պայմանավորվածությունների կատարման համար։ Արարատ Միրզոյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտից հետո թվարկում էր համաձայնեցված տեքստում բացակայող դրույթները։
Դրանց շարքում արտգործնախարարը նշում էր Հայաստանի սահմանադրությունը փոխելու, նաև միջանցքի, իրենց տներ ադրբեջանցիների վերադարձի մասին կետերը։ Ադրբեջանը չի կարող մյուս նախապայմաններն էլ չստորագրելու հիմք դարձնել։ Հիմա սահմանադրության փոփոխությունն է ու Մինսկի խմբի լուծարումը։ Եթե քաղաքական կամք չկա խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ քաղաքական կամք այն ձգձգելու, այո, իրավացի եք այդ պահանջները եւ ոչ միայն այս պահանջները, նորանոր պահանջներ կարող են ի հայտ գալ։ Մենք շարունակելու ենք նույն համառությամբ աշխատել եւ պնդել, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել օր առաջ եւ նաեւ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնենք այս հարցի վրա, ինչը մեզ հաջողվում է։ Իդեպ երեկ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը Բաքվի դաշնակից Անկարայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։